հետո ամիսու կես է անցել ու այս օգոստոսից 8-ից հետո ես ասել եմ իմ օգոստոսի 18-ի ուղերձում կամ գուցե ուրիշ ես խաղաղությունը համատել եմ նոր ծնված երեխայի հետ եւ նոր ծնված երեխան պետքա մեծանա կայանա այսօր հանդիպումներից մեկի ժամանակ ես այդ բանը բերեցի օրինակը բերեցի ասացի մեր երբ որ երեխայի օրինակն էի բերում ասացի մեր ժողովուրդը մենք մի հատ լավ ասացվածք ունենք ասում ենք երեխան հիվանդանալով է մեծանում խաղաղություն այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու գրիպ անգնելու մրսելու է ջերմությունը բարձրանալու է ընկնելու է հա երեխան տեսեք ոչ մի ամբուժելի հիվանդությամբ վարակված չի ես դες կարող եմ դա վստահեցնել Համեր կներեք այդ ուրիշ մեր ուրիշ խնդիրներից մենք գիտենք որ հազար ներողություն է սա որ մենք բան ենք անում ես այս վերջերս ասուլիսում Նեսոյի Ղարաբաղնիսի օրինակը ինչի բերեցի որ դիագնոզը կարևոր չի մեկը բուժումը նույնն է դոշակները լցնել վրեն ու նստել որ քրտնի չէ բայց մենք հասկանանք քրտնելը օգուտ է թե վնաս է մեր իրականության գիտեք ինչ ես այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել Հեսա կտիծաղեք կամ կժպտակ թե ինչ որոշում եմ կայացրել դուք գիտեք որ ես բան եմ անում սաղմոսներ գիտեմ անգիր սաղմոսներ գիտեմ բայց ես այսօր վերջնական որոշում եմ կայացրել որ առաջիկան պետքա ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը անգիր սովորելու համար դուք գիտեք չէ առակացի առաջինը որն է որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է բայց ես գրաբարով չեմ սովորելու այլ աշխարհաբարով ճանաչել զիմաստություն եւ սխարատ ինչի որովհետեւ այդ մենք պետք է հասկանանք եւ ժամանակին ես դրա մասին շատ մտածել եմ կարծեմ փորձել եմ հոդվածել ինչի է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել որովհետեւ կարող եմ մենք պրոբլեմը մեր Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից միջև հիմա նույնն է որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը մենք խնդիր ունենք հասկանալու մեզ Եվ գուցե պետքա վերադառնամ իհարկե ես դա այդ կտորը շատ հաճախ եմ կարդում բայց ես որոշել եմ ուղղակի կարդալով չբավարարվել ես որոշել եմ դա անգիր անել եւ առիթներով նաեւ բան անել դա ներկայացնել իմիջայլոց կներեք երկարացնելու համար լրագրողների թիվը քիչ առիթից օգտվում եմ այս վերջերս երբ որ դպրոցականների հետ էի հանդիպում երեխեքին հարցրի գիտեք որ առաջին նախադասությունը հայերեն որն ասին այո գիտենք ասի որն ասել ճանաչել զիմաստություն եւ սխարատ իմանալ զմանս հանճարը գիտեն երեխեքը ասի գիտեք դա ինչ է նշանակում մի մասը գիտեր ասի իսկ գիտեք դա որտեղից է ահագին մեծ մասը գիտեր իսկ ասի գիտեք ինչ շարունակությունը այդ նախադասության շարունակությունը ինչ է ոչ մեկ չգիտեր ես կարծում եմ որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից մեր մեծերից մեր արժեքներից բայց ճանաչել զիմաստություն եւ սխրատ իմանալ զբանս հանճարով դա վերնագիրն է ըստ էության մուտքն առաջինն է հետո շարունակությունն է շատ կարեւոր եւ շարունակություն նրա մասին է որ պետքա կարդալ եւ հասկանալ հաղորդակից լինել եւ հասկանալ ես ինչից ասացի հիվանդության հետ կապված մեր մոտ եւ քաղաքական եւ ոչ քաղաքական դեպքերում այդ ընդունված բանը մոտավորապես գիտես անցնում ես բուժմանը մինչեւ դեռ հələ ամբողջական ախտորոշումը པարզ չի մի անգամից դոշակները լցնում ես գլխին ու նստում վրան ասում ես պետքա քրտնի տեն չի շատ ավելի նուրբ է եւ շատ ավելի բան է եւ ես արձանագրում եմ որ մեր խաղաղությունը նոր ծնված այդ մանուկը մի ամիս 20 օրեկան է 21 երևի եւ մենք պետքա հոգ տանենք բայց գիտելիքով գիտակցվածքով հիմի չայլոց ասեմ նրանք ովքեր տենց խոսում են այս տրամաբանությունից դուրս
Նրանք ուզում են, որ երեխան բան լինի, ոչ միայն հիվանդանա, այլև մահանա։ Տպավորությունն է, որ մենք ասում ենք, էս ինչ լավ է, առիթից օգտվենք։ Քանի որ ուրիշներն էլ են ուզում, որ այդ երեխան մահանա, եկեք մենք մեր ձեռով սպանենք այդ երեխուն։ Որովհետև Հայաստանում տպավորություն եւ դա կա լիքը մարդ Հայաստանից եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրենք շատ ոգևորված են, որ ապացուցեն, որ սա խաղաղություն չի, սա ընդամենը բան փուչ հայտարարություն է։ Ես ասում եմ, որ մենք կփորձենք ապացուցել հակառակը եւ թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ մենք կապացուցենք հակառակը։